Հարգելի գործընկերներ, նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ խորհրդաժողովին մասնակցելու համար։ Շնորհակալություն առաջին հերթին ոչ թե իմ հրավերքը ընդունելու, այն անտարբեր չլինելու պետության եւ մեր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների համար։ Ցավով եմ ասում, բայց այսօր անտարբերությունը կամ խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել է շատերի համար նախընտրելի գործելավոճ։ Եվ քանի որ այս դահլիճում հավաքվածներդ վաղուց մերժել եք չեզոք դիտորդի կեցվածքը, ես ուզում եմ դիմել ձեզ ձևակերպելով իմ ելույթի առաջին ուղերձը։ Ես բոլորիս կոչ եմ անում չհոգնել, չհասթափել անտարբերության պատնեշը կոտրելու գործում։ Հավատացեք, որ սա ամենևին վերացական միտք չէ։ Հասարակության մեջ կոտրենք սեփական երկրի հանդեպ անտարբերությունը տիրող հուսալքությունը։ Սա այսօրվա մեր ամենակարևոր խնդիրներից է, որին պետք է հասնենք ճիշտ գործելով, մեր դրած խնդիրներին հավատարիմ մնալով եւ պայքարելով մինչեւ հաղթանակ։ Ես գիտեմ, որ ձեզանից շատերը ակտիվորեն մասնակցում են ձևավորված համազգային շարժման շտաբների աշխատանքներին։ Բացելով այդ շտաբները մենք մի քանի կարևոր խնդիր էինք դրել. լինել մարդկանց կողքին, լսել մարդկանց, այս դժվար պայմաններում մեր քաղաքացուն երբեք չթողնել մենակ։ Մեր հետագա քայլերը մշակելիս հենվել մեր 100 հազարավոր միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների եւ պահանջների վրա։ Այսօր ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կատարված է հսկական ծավալի աշխատանք, իսկ նախնական արդյունքները վկայում են, որ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որ շտաբային աշխատանքները խիստ անհրաժեշտ էին։ Այդ աշխատանքների շնորհիվ մենք այսօր հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող տրամադրությունները եւ պահանջներին։ Մարդկանց համբերության բաժակը իրոք լցվել է արդեն։ Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունները, այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին։ Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են 100 հազարավոր մարդկանց հանել փողոց, եւ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում։ Մի բան հստակ է, դա կլինի անկառավարելի հզոր ալիք։ Նման իրավիճակում քաղաքական ուժերի խնդիրն է տեր կանգնել քաղաքացիների արդարացի պահանջներին եւ հասնել դրանց իրականացմանը։ Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում եւ համապետական հզոր հանրահավաք Երևանում։ Մեր դիրքորոշումը հստակ է, ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար։ Ես քաջ գիտակցում եմ, որ ցանկացած շարժում եւ քաղաքական գործընթաց, որին մասնակից են լինում 100 հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդիկ, հայրենիքում եւ սփյուռքում բազմաթիվ սոցիալական խմբեր, հասարակության շերտեր, պահանջում է առավելագույն պատասխանատվություն, եւ այսօր իմ երկրորդ կարևորագույն ուղերձն է։ Մենք շարժվում ենք առաջ, մեր երկրի եւ մեր ժողովրդի հանդեպ պատասխան հստակ գիտակցումով։ Սա նշանակում է մեր օր-օրի թափառնող շարժման միջոցով մեր ամենօրյա աշխատանքի եւ ցանկացած պահի լեցուն փողոցների եւ հրապարակների միջոցով ստիպելու են գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու եւ նեղ խմբակային շահերից եւ պլաններից։ Այս մարտավարությունը պետք է շարունակվի, մինչև նոր ընտրությունների արդյունքում կձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն։ Այս համատեքստում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել անցնող տարվա վերջում տեղ գտած ֆինանսական շուկայի տատանումների վրա։ 3-4 օրը ցույց տվեց, թե որքան թույլ եւ փխրուն է մեր երկրի տնտեսական կայունությունը։ Մենք տեսանք, թե որքան արագ տարածվեցին խոճապային տրամադրությունները մեր ժողովրդի եւ գործարանների մեջ։ Սա խոսում է տնտեսական սխալների, լրջագույն խնդիրների մասին, այն ինչի մասին ես ազանգում էի դեռևս 4-ից 5 տարի առաջ։ Բայց սա զուտ ֆինանսատնտեսական խնդիր չէր, ակնհայտ է ժողովրդի գործարանների մոտ անվստահությունը իշխանության քայլերի հանդեպ։ Սա ինչ որ իմաստով վստահության ճգնաժամ էր։ Իշխանության ձայնը հստակ եւ համոզիչ չէր, այնինչ անկայունությունների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ ամենակարևորն է հանգստացնել ժողովրդին եւ թույլ չտալ խոճապային կորցարար սցենարների հնարավորությունը։ Իմ երրորդ ուղերձն ուղղված է իշխանություններին, մտածեք այս ուղղությամբ եւ արեք ճիշտ հետեւություններ։ Առաջիկայում բացառված չեն նոր նմանատիպ ցնցումներ, աշխարհի եւ մեր տարածաշրջանի խիստ անկայուն են։
իսկ տնտեսական սոցիալական ճգնաժամերը հեշտությամբ կարող են վերաճել իշխանության ճգնաժամի, դառնալով անկառավարելի է անկախատեսելի։ Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական տնտեսական խնդիրները, իշխանությունները առաջ են քաշում արհեստացին հարցեր եւ օրակարգեր։ Այդ ընթացքում խուսափում են կատարել նույնիսկ հիմնական քաղաքական ուժերի ներկայացված ամենապարզ եւ ամենատեսանելի 12 պահանջները։ Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու 12 պահանջ, ինչ է երկում այլ խնդիր չկան։ Այսօր երկում կան ոչ թե 12, այլ 112 հարցեր եւ խնդիրներ։ Սակայն մենք առաջ քաշեցինք ամենահրատապ, արագ լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուշացումը հղի է նոր պայթուններով։ Այս առիթով ես կուզեի հիշեցնել մեկ օրինակ։ Պարտադիր կൂട്ടակային համակարգի ներդրումը, ինչպես հայտնի է, ընդամենը 1 տարի առաջ իշխանությունները այն անվանեցին պատմական բարեփոխումներ։ Իսկ ես իմ ելույթում ԲԿ համագումարի ժամանակ նշեցի, որ այն հակասոցիալական եւ հակամարտկային բնույթ ունի եւ զուրկ է առողջ տնտեսական հաշվարկից։ Եվ ահա ընդամենը 1 տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է արդեն 15%-ով։ Այսինքն 15%-ով արժեզրկվել են տասնյակ հազարավոր մարդկանց գանձված գումարները։ Ով է դրա պատասխանատվությունը կրելու։ Սա սոցիալական ռումբ է պետության տակ, որն ավելի խորացնում անվստահությունը պետական ինստիտուտների իշխանության քայլերի հանդեպ։ Միթե սա չեն հասկանում ներկա իշխանությունները։ Ինչով կամ ով է երաշխավորը, որ մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ներդրված գումարները չեն արժեզրկվելու։ Այս հարցի պատասխանը չկա։ Հիշեցնեմ, որ ընդամենը 1 տարվա ընթացքում դրամը արժեզրկվել է 15%-ով, իսկ ինչ կլինի 10, 20, 30 տարի հետո։ Սա արդյունք է այն բանի, որ երկրում հաստատված է սոցիալական եւ քաղաքական անպատասխանատվության մթնոլորտ։ Սա արդյունքում մեծանում է պետության հանդեպ քաղաքացիների անվստահությունը։ Նրանք դադարում են հայրենիքում իրենց հեռանկարները տեսնել։ Ընդհանրապես երկրում ամրապնդում է հոգեբանական ծանր մթնոլորտ։ Հայաստանում բոլոր տնտեսական եւ սոցիալական խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է ձևավորել արդյունավետ կառավարման համակարգ։ Իսկ դրա համար պետք է ձևավորել արդյունավետ ընտրական համակարգ եւ ընդունել այն դրույթը, որը ոչ մի քաղաքական ուժ չպետք է ունենա բացարձակ մենաշնորհ իշխանության ձևավորման հարցում։ Ես միշտ նշել եմ, որ ինձ համար Հայաստանում չկան թշնամիներ, վատ կամ լավ քաղաքական ուժեր։ Իմ պատկերացմամբ Հայաստանի քաղաքական ուժերը պետք է ակտիվորեն ներգրավեն պետական շինարարության մեջ եւ ընդդիմությունը նույնպես պետք է ակտիվ դերակատարում ունենա այս գործընթացում։ Դրա համար անհրաժեշտ է միայն ու միայն քաղաքական կամք։ Մինչդեռ այսօր Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց խաղից դուրս վիճակի մեջ են զգում։ Հարգելի գործընկերներ, ամիսներ առաջ մենք շրջանառության մեջ դրեցինք նոր որակի իշխանության ձևակերպումը։ Ես կուզեի մի փոքր մանրամասնել, թե ինչ է ընկած այս ձևակերպման հիմքում։ Այս ձևակերպման ես առաջին հերթին ի նկատի ունեմ քաղաքական մենաշնորհի վերացումը։ Սա Հայաստանին ոչ մի լավ բան չի բերում։ Սա թույլ տալիս որևէ խնդրի լուծման ճանապարհին գտնել արդյունավետ տարբերակներ, օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, անել մեր երկրի համար իրոք կարևոր օգտակար քայլեր։ Սա կատացնում է քաղաքական միտքը մեր երկրում։ Հայաստանում պետք է լինեն իրական բազմակուսակցական խորհրդարան, իրական կոալիցիոն կառավարություն, լինեն իրական կոալիցիոն ավականներ եւ ոչ մի վատ բան չկա, եթե նախագահը, վարչապետը, այժմի նախագահան, Երևանի քաղաքապետը, մարզպետները լինեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ։ Այդ դեպքում խաղի միակ կանոնը կլինի օրենքը, պետության շահը եւ հասարակական կարծիքը։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այսօրվա թերևս ամենակարևոր ուղերձի վրա։ Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից, կրթված, նոր արժեքային համակարգով մարդկանցից, եւ հենց նրանք պետք է լինեն նոր եւ ուժեղ Հայաստանի դեմքերը։ Ես չեմ ուզում մի կուսակցություն մեխանիկորեն փոխարինել մյուս կուսակցությամբ կամ մի անձին մյուսով։ Ես ուզում եմ ստեղծել հնարավորություն, որ կրթված գրագետ մարդիկ ոչ թե հուսահատ եւ չգնահատված հեռանան Հայաստանից, այլ դառնան Հայաստանի շարժիչ ուժը։ Ես այսօր պաշտոնապես հրավիրում եմ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող լավ կրթությամբ եւ մասնագիտական բարձր ունակություններով հայ մասնագետներին, Հայաստանում ապրող երիտասարդ կրթված ու ազնիվ մասնագետներին։ Եկեք միասին թիմ կազմենք, ձեր ունակությունները դրեք ի նպաստ Հայաստանի ու մեր ժողովրդի։ Ես պատրաստ եմ իմ անձնական միջոցներից ապահովել ձեր բարեկեցությունը,
աջակցել ձեր կողմից մշակված ցանկացած ծրագիր, անիրական օգուտ կտա Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ես պատրաստ եմ ապահովել էֆեկտիվ աշխատելու համար բոլոր պայմանները, ստեղծեք աշխատանքի խմբեր, ոլորտ առ ոլորտ մշակեք մեր երկրի համար զարգացման ծրագրեր։ Հատուկ ընդգծեմ, ես խոսում եմ կոնկրետ, կիրառելի, արդյունք տվող ծրագրերի մասին։ Ինձ հետաքրքիր են հերթական գեղեցիկ խոսքեր, ձևակերպումներ, կեղծ հայրենասիրական ճառեր։ Ես գործի մարդ եմ, ես կոչ եմ անում իրական գործի։ Եկեք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով եւ նոր դեմքերով։ Ես ուզում եմ, որ հենց դուք գաք իշխանություն եւ դառնաք Հայաստանի պատմություն հրովի կերտողներից մեկը։ Դուք դա կարող եք, ես հավատում եմ, ես պատրաստ եմ օգնել, աջակցել, ինչով կարող եմ։ Հարգելի գործընկերներ, մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը, մերժելով առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման սահմանադրական փոփոխությունների փորձը։ Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնապաշտապ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին վարտակին գործոններով պայմանավորված խորը անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել եւ պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների։ Ես կարողանում եմ ընտրական օրենսգրքում փոփոխությունները։ Մենք պետք է լրջորեն պատրաստվենք բոլոր ընտրություններին, որովհետև քաղաքական մենաշնորհը վերանում է ընտրությունների միջոցով։ Մենք պետք է ողջ երկրով մեկ աշխատենք մարդկանց հետ, ստանալու համար ժողովրդի աջակցությունը։ Մենք պետք է կարողանանք գրագետ եւ կազմակերպված աշխատանքով խափանել ընտրակեղծիքների մեքենան։ Այդ նպատակի համար տասնյակ հազարավոր մարդկանց մենք ներգրավել ենք ամենօրյա աշխատանքի մեջ։ Ի վերջո ընտրակեղծիքների չարաբաստիկ մեքենան մեր երկրում մի օր պետք է ջարդվի։ Հավատացեք, դրա համար մենք ունենք թե մարդկային, թե կազմակերպչական եւ թե նոտական բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Իսկ եթե իշխանությունները ընտրում են առաջարկող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակում ժողովուրդը ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չի, ոչ մի պաշտոն ցմա չի, եւ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Ֆուտբոլային լեզվով ասած, գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց քայլերի ժամկետը անսահման չէ։ Հարգելի գործընկերներ, չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, մաղթում եմ ձեզ ազատ եւ հետաքրքիր քննարկումներ, այդ թվում իմ կողմից առաջ քաշված դրույթների վերաբերյալ։ Շնորհակալություն։